Դարձյալ մերժում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը կառավարությունից ստացել է իրենց վերջին հանրահավաքում հնչեցրած պահանջների պատասխանը։ 12 կետերից միայն մի քանի սոցիալական հարցերի են անդրադարձել, ասում է Մկրտչյանը։ Իրենք լրիվությամբ մերժել են։ Այնպիսի բան անեկացած, որ կարծես թե իրենք չեն ուսումնասիրել, չեն նայել, չեն փորձել կապստել։ Կառավարությունից ստացած պատասխանում նախ հանդիմանանք է։ Անտեսվում է պետության մեծածավալ աշխատանքը, 115 միլիարդի ծրագրեր են արել տեղահանվածների համար։ Արցախցիներին հիշեցնում են գործադիրից։ Պատասխանում թվերը շատ են։ Պոլիկլինիկաներից ավելի քան 78,000 արցախցի է օգտվել։ Սոցիալի աջակցությամբ 6200-ը գործ է գտել։ Դպրոցահասակները դպրոց են գնացել։ Իսկ բնակարանային ծրագիրը կառավարությունը աննախադեպ է համարել ու գրել, որ այն նպատակին չի ծառայում ծրագրի հետ կապ չունեցող գործոնների պատճառով։ Ահա այս պատասխանից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները որոշել են շարունակել պայքարը։ Իրենց նպատակն է, որ արցախցին Հայաստանում չապրի։ Խփում են, թե արցախցիները դուրս են եկել, ստամոքսի կռիվ են տալիս, փողի կռիվ են տալիս, բայց այդպիսի բան չկա։ Մեր առաջին պայմանը Արցախ վերադարձն է, բայց բոլորս հասկանում ենք, որ դա 1 օրվա, 5 օրվա, մի ամսվա աշխատանք չէ, դա մի քիչ երկար ճանապարհ է պետք դրա հասնելու համար։ Կառավարության պատասխանում քաղաքական պահանջներին անդրադարձ չկա, վերադարձի իրավունքից մինչև գերիների ազատ արձակում։ Խորհրդի անդամները նոր պատասխանի արդեն չեն սպասում։ Այն ինչ որ գրի առնված է, բոլորը իրատեսական են։ Այդ դա արդյոք իրենց ուժերի մեջ է մտնում, թե ոչ, դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Իսկ ինչ վերաբերվում է չխոսել Արցախի մասին, գերիների մասին, կամ չգիտեմ, Ադրբեջանը ստիպում է, որ լուծարվի Մինսկի խումբը, սրանք իհարկե անընդունելի են։ Որևէ իշխանություն կամ որևէ անձ իրավասու չէ փակել Արցախի հարցը։ Խորհրդում իրենց պահանջները երկու մասի են բաժանում՝ առաջնային քաղաքական ու հրատապ սոցիալական։ Այս ամսվա սկզբից բնակվարձի աջակցության 40+10 հազարական դրամի ծրագիրը կրճատվել է։ Այժմ այն միայն խոցելի խմբերի համար է։ Նրանք կստանան 40,000, մի քանի ամսից 30,000 դրամ։ Արցախցիներն ահազանգում էին, որ դրսում են հայտնվելու։ Իրենց համար նախատեսված բնակարանային ծրագիրը հարց չի լուծում։ Եկել եմ մեր տղորանց ցավակցելու, ինչ ասեմ, որ ցանկացած գործ չի դժվում, ես ինձ տենց եմ կարգում։ Դրմբոնը 36 տարի կառավարած Շաբոյանը դրմբոնը Բոնի, Լիսաբոնի, Վաշինգտոնի ու Լոնդոնի կողքին կդներ։ Հիմա Ազատության հրապարակում արցախցիների տեղադրած վրանում էր։ Ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու է Հայաստանի իշխանությունը տեղահանվածներին զրկում գոնե վարձով ապրելու հնարավորությունից ամսական 50,000-ի ծրագրից։ Եթե չի վստահում, թող փողն ուղիղ չտա։ Խորհրդի առաջարկն է մեջբերում Սուրեն Շաբոյանը։ Պայմանագիրը թող կնքեն տանտիրոջ հետ, իրանք ուզում են 10,000 տան, ուզում են 50 տան, մենք փող չտենանք։ Կառավարության նամակում գրված է ծրագիրը վերանայման ենթակա չէ, այսինքն բոլոր տեղահանվածներին տրամադրվող 40+10-ին վերադարձ չի լինի։ Փոխարենը մեկ այլ ծրագիր են մշակել ու առաջիկայում կհաստատեն։ Եթե ընտանիքի մեկ անդամին 55,000 դրամից պակաս է հասնում, լրացուցիչ 40,000 դրամ կտան ու մյուս անդամներին էլ 10,000-ական։ Փող ու ձրի ապրուստ չենք ուզում, հակադարձում են տեղահանվածների իրավունքներով զբաղվողները։ Նրանք վստահ են, որ կառավարությունը աջակցության ծրագրերը կրճատում է, որ իրենց տիպի բնակարանի սերտիֆիկատ վերցնել, բայց դրանով պնդում են տուն գնել անհնար է։ Մի վայր, այնքան որ տանիք լինի, մենք մեջ ապրենք, կարողանանք յոլա գնանք, մինչև որ պայմաններ կստեղծվի, մենք կգնանք Արցախ։ Այսինքն մեզ պետք է ժամանակավոր կացարան։ Կառավարության հետ նամակագրության ժանրը սպառված են համարում։ Մինչև ապրիլի 15-ը խորհուրդը համախմբման գործով է զբաղվելու։ Ըստ Արտակ Մկրտչյանի ոչ միայն արցախյան, հայաստանյան ու սփյուռքի հանրային ու քաղաքական ուժերին կոչ են անում միանալ իրենց օրակարգին։ Հանրահավաք ու այլ ակցիաներ կհետևեն այս քննարկումներից հետո։ Խորհրդի վրան շտաբի լույսը Ազատության հրապարակում կշարունակի վառ մնալ։ Թուրքը խաղաղություն չի ուզում, ձեր ցավը տանեմ։ Գրեցեք միտեղ, նա չի ուզում։ Սուրեն Շաբոյանը պահանջագրի բոլոր կետերից վերադարձի իրավունքի հարցն է առաջ մղում, մտածում է, իշխանությունն այդ մասին չի խոսում հանուն խաղաղության, իր խոսքով չլինելիք խաղաղության։ Փոքրիկ ազգերի չարչարանքների մասին մտքերը նրան փակուղի են տանում, էս ինչ աշխարհավերջաբանով։ Այսօր հազար երկրները կռում են, մենք էլ տուժում ենք, այդ փոքր ազգերը տուժում ենք։ Այսօր ինչ է նշանակում Պաղեստինում։ Հայ չեմ, բայց մարդա չէ։ Երեխան ընդեղ գրկած լացում ասում ոչ մայրս կա, ոչ հայրս, ոչ բանս, էլի վերևից խփում են։ Էս ինչ աշխարհ է։